գյուղացու վիճակը ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեղ չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկել, սիրում արգում եմ, Աստված քեզ պահապանը լինի։ Ես է ծառուկամ, ինչ հարցով պետք է լի, ես է կողնեմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն օրերս իր Instagram սոցիալական հարթակի սթորի բաժնում անկեղծ հրապարակում էր արել։ Նա կիսվել էր մայրաքաղաքի հրապարակի լուսանկարով և գիծ գրել. «Ամեն անգամ, երբ մեկնում եմ, սիրտս ծանր է տանում Երևանից բաժանումը։ Սարսափելի գրաֆիկով վազվզում եմ օրեր շարունակ, մեկնելուց առաջ պիտի հասցնեմ ամեն բան։ Ու ես սիրում եմ էս տեմպը ու այն մարդկանց, ովքեր ինձ հետ են»։ Նշենք, որ Սյուզաննա Մելքոնյանը եղել էր Խոստովանություն հաղորդման տաղավարում։ Star News-ը հետևեց հաղորդմանը։ Զրույցը սկսեց մանկությունից։ Չեմ ստի ու չեմ ասի, որ մանկությունս միայն տիկնիկների մեջ է անցել։ Մենք այն տարիներին ենք եղել Ռուսաստանում, երբ ամեն բան շատ դժվար էր։ Ունեցել եմ ծանր կադրեր, որոնք պայմանավորված են եղել կենցաղով։ Անընդհատ մի բնակարանից մեկ այլ բնակարան տեղափոխվելով։ Ես միշտ ասում եմ, իմ կյանքը բաժանվում է երկու մասի՝ մինչև Նուկա Վսևմեստյե ու Նուկա Վսևմեստյեից հետո։ Մինչև պրոյեկտին մասնակցելը հայաստանյան աշխարհում ապրում էր մի աղջիկ շատ սուղ պայմաններով, ելնելով երկրի իրավիճակից և առհասարակ աշխարհի։ Արդեն կուլիսներում պատկերացրեք աղջիկ, ով մեկնել է անմիջապես պատերազմից հետո։ Քչփչում էին «Ունիխ վայնա», «Անա Արմյանկա», «И приехала»։ Չունեի տարբերակ չհավաքվելու և չհաղթելու։ Ես երբևէ նման քանակ ունեցող ժյուրիի կազմում չեմ երգել։ Սարսափելի էր։ Հետևելով էջերին ու սթորիներին թվում է Սյուզաննա Մելքոնյանի կյանքում մի բաց կա, որը դեռ չի լրացվել։ Անձնականի հետ կապված սիրո պակաս, թե փակ մարդ եմ նման թեմաներով։ Լինում է, որ ընտանիքիցս հեռու եմ լինում և կարոտի բացն է լինում։ Լինում է, որ ծանրաբեռնվածության, անընդհատ կարիերա, բեմ, նկարահանում և ինձ այնքան է պակասում այդ հոգատար անձնավորությունը, որը կընդունի ինձ իսկապես այնպիսին, ինչպիսին ես կամ։ Սյուզաննա Մելքոնյանը մեկ այլ հարցազրույցի ժամանակ պատասխանել էր մի քանի հարցի։ Եթե երգչուհի չդառնայիք, ինչ մասնագիտություն կընտրեիք։ Դատավոր։ Երևանում ձեր ամենասիրելի հատվածը։ Ամբողջ Երևանը, բայց երևի ամենաշատը սիրում եմ Թումոյի այգին։ Ինչը փոխեց ձեր կյանքում հայտնիությունը։ Հայտնիությունը շատ բան փոխեց իմ կյանքում, բայց ամենակարևորը ես մարդկանց միջոցով հասկացա, որ այսքան տարիների իմ աշխատանքը զուր չէ։ Ամենամեծ սուտը, որ լսել եք ձեր մասին, որ ես գնել եմ շատ մեծ առանձնատուն Հայաստանից դուրս։ Ինչը կարող է ձեզ հունից հանել։ Դիմացինի ճակերտավոր ասված նագլի լինելը։ Ֆոբիաներ, վախեր ունեք։ Վերջին շրջանում ավելի շատ սրտնեղում ու նեղանում եմ։ Ինչ է պետք ձեզ երջանիկ լինելու համար։ Ինձ հասկացող ընկեր, կողակից։ Որ ժամին եք արթնանում ու ինչպես եք սկսում օրը։ Միջին վիճակագրականով արթնանում եմ առավոտյան 9-ից 9:30, իսկ եթե շատ հոգնած ու սպառված եմ լինում, 10-ից 10:30։ Օրս սկսում եմ լոգանքով և մեկ բաժակ շատ համեղ սուրճով։ Ինչը կփոխեիք ձեր արտաքինի մեջ։ Մի քիչ ավելի շատ կնիհարեի, չնայած նիհարում եմ և շատ կուզեի աչքերիս գույնը կանաչ լիներ։ Ինչպիսի տղամարդիկ են ձեզ դուր գալիս։ Ինձ դուր են գալիս ծանրակշիռ, կրթված և համեստ տղամարդիկ։ Ինչի մասին եք երազում։ Շատ բաների մասին եմ երազում, այս պահին շատ մեծ մենահամերգի։ Նշենք, որ ռուսական Նուկա Վսևմեստյե նախագծի հանդեպ հայ հանդիսատեսի հետաքրքրությունը հայերի մասնակցության շնորհիվ օրեցօր ավելացավ։ Դե իսկ կուլմինացիան դարձել էր 28-ամյա տաղանդավոր երգչուհի բացատրելի հույզերով Հայաստան վերադարձած Սյուզաննան պատմել էր հաղթանակի պահին զգացածի, նոր հնարավորությունների և հետագա ծրագրերի մասին։ Շոկի մեջ էի, որքան էլ հոգումդ խորքումդ սպասում ես, պատրաստվում ես և պայքարում, միևնույն է, էկրաններին հաղթողի կարգավիճակում քեզ տեսնելու պահին անբացատրելի զգացողություններ ես ունենում, որոնք խոսքերով չես կարող ասել։ Հիմա վստահ կարող եմ ասել, կյանքիս ամենաերջանիկ օրն ու պահն էր, երբ տարիներ շարունակ պրոֆեսիոնալ հարթակում ես, անկախ ձևաչափից դա իր պտուղները տալիս է։
Անընդհատ բեմում լինելն ինձ շատ օգնեց մրցույթի ժամանակ, քանի որ հուզմունքի հետ մեկտեղ հենց եկավ կարևոր պահն արդեն այլ տարբերակ չկար, քան լավ ներկայանալը։ Ես գիտեի, թե ինչ եմ ուզում, ինչու եմ գնացել եւ ինչպես դա պետք է անեմ։ Առհասարակ, երբ մրցույթների ես մասնակցում, առաջին բանը, որ մտածում ես, հաղթանակն է։ Դա նորմալ է եւ բնական։ Բայց այս պարագայում ես վստահաբար պետք է հնչեցնեմ, որ սա իմ կյանքի միակ մրցույթն էր, որ եթեներ ու գուցեներ չկային։ Չգիտեմ որտեղից եւ ինչ կանխազգացմամբ կյանքում առաջին անգամ հույսս ինձ վրա էի դրել եւ ամենաշատն ինքս ինձ էի հավատում։ Իմ առողջությունն ու էներգիան առավելագույն ձևով պահպանել էի եւ հստակ ունեի որոշում հաղթանակ, նշում է երգչուհին, հավելելով, որ շատ դեպքերում են խանգարել այդ գուցեները։ Լազարևի դրական վերաբերմունքն այնքան անթաքույց էր, որ նկատել էին թե մասնակիցները, թե հանդիսատեսը, ինչի մասին փաստեց նաև Սյուզաննա Մելքոնյանը։ Չեմ կարող չառանձնացնել հենց նրա հոգատար ու ջերմ վերաբերմունքն իմ նկատմամբ։ Քանի որ ռուսական շոու բիզնեսի տարիների մեծ փորձ ունեցող վառ եւ պրոֆեսիոնալ ներկայացուցիչ է, եւ նա բոլորին ցույց էր տալիս, որ պայքարում է ինձ հետ։ Ես շատ շոյված եմ նրա նման վերաբերմունքից, ասաց երգչուհին կատակելով, որ տարիներ առաջ, երբ նոր էր սկսում իր քայլերը, հայ շատ աղջիկների նման հիացած էր նրանով, նույնիսկ սիրահարված, եւ չէր էլ պատկերացնում, որ տարիներ հետո հենց նրանից է նման մրցանակ ստանալու։ Սյուզաննան ելույթ էր ունենում ամենավերջում, 17-րդ համարի ներքո։ Զրույցի ընթացքում նա անկեղծացավ։ Սպասումից ֆիզիկապես սպառված է եղել, լարված, բայց կադրից դուրս աշխատող շատ մարդիկ են մոտեցել իրեն եւ ասել. «Դու հաղթելու ես»։ Կարևորում է այն, որ հազվադեպ մրցույթներից էր, որտեղ անգամ մասնակիցներն էին լավ տրամադրված իրար հանդեպ, բոլորը շնորհավորել եւ ասել են արժանի հաղթանակ է։ Հայաստան վերադարձել էր մրցույթից անչափ տպավորված։ Հիշելու արժանի պահերը շատ են, բայց ամենահիշելին նրա համար հաղթող է ճանաչվում Սյուզաննա Մելքոնյանը, որին հաջորդեցին բուռն ծափահարությունները։ Նրա խոսքով այդ վայրկյանները երևի ամբողջ կյանքում չմոռանա։ Հաղթանակը նա նվիրել էր մեր հերոս տղաներին։ Մրցույթից առաջ էի որոշել, այլ կերպ ուղղակի չէր կարող լինել։ Հանուն իրենց ես կարողացել եմ մեկնել եւ ելույթ ունենալ նման հարթակում։ Կարծում եմ, որ այս հաղթանակը մեր բոլորինն է։ Սպորտ, արվեստ թե այլ ոլորտ, նման հաղթանակներով մենք պետք է փորձենք քիչ-քիչ վերականգնվել։ Խոսելով այն մասին, թե մասնակցությունն այս մրցույթին ինչ տվեց իրեն եւ ինչ ծրագրեր ունի հետագայի համար, երգչուհին ասել էր. «Այս հաղթանակը շատ բան ինձ տվեց ու դեռ տալիս է։ Դեռ այդ անցուդարձի մեջ եմ, հույզերի մեջ եմ։ Սա շատ մեծ քայլ էր որոշակի վատ ու դժվար շրջանից հետո։ Այլ մրցույթների մասնակցելու ցանկություն ունեմ։ Առհասարակ չեմ սիրում ապագայի ծրագրերից խոսել, բայց ասեմ, որ միշտ լինելու եմ ակտիվ։ Հնարավորության դեպքում հետաքրքիր եւ ուժեղ նախագծերի կմասնակցեմ։ Բայց այս պահի դրությամբ այնքան գերծանրաբեռնված են օրերս, որ նախ ինքս պետք է հասցնեմ հանգստանալ ֆիզիկապես, որից հետո մտքերս կկարգավորեմ։ Նշենք նաև, որ Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Thorn երգի միջազգային մրցույթում։ Այս մասին տեղեկացել էինք երգչուհու ինստագրամյան էջից։ Հայաստանը հաղթող էր ճանաչվել Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում անցկացվող երգի միջազգային մրցույթում։ Մրցույթն անցկացվել էր 5-րդ անգամ։ Ընտրվել էին այն երգիչները, ովքեր հաջողությունների էին հասել միջազգային մրցույթներում։